Ասեք, առավոտյան քանիսին են եկել, խոզարկության բում պատճառը որն էր ըստ ոստիկանության։ Առավոտ ժամը 6:45 թուրը զարնվեցավ, մենք իհարկե քնած էինք թեր, և ժիրայր ինքը բացեց թուրը, տեսավ, որ մի խումբ ոստիկաններ էին, ոստիկաններ չէին, ավելի ճիշտ ազգային անվտանգության աշխատողներ և քննչական խումբ էր։ Եկան, ներս ծանոթացրեցին, իրենց ներկայացրին և ասեցին, որ տունը պիտի խոզարկեն, ունեին բանը, թույլտվությունը, ասեց զենք էին ման գալի իհարկե, հոդվածը 225 հոդվածի համաձայն է, ճիշտ ինչ է չեմ գիտեր այդ հոդվածը, ուղղակի ինչ որ հասկացա աբի 24-ի հետ կապված անգարգաբահության գոչեր և այլն, ու սկսան խոզարկելը, դեվեց մոտ 3-3.5 ժամ, ու դրանից հետո ասեցին ժիրայրին, որ պետք է մեր հետ գաս հարցաքննության համար, ու նաև մեծ եղբորը, որ ստեղ էր գտնվում Թորոս Սեֆինյան, իրեն էլ դարին, որպես հարցաքննելու համար, և համագարկիչները դարին, և ժիրայրի մի քանի անձնական իրեր, որոնց մեջ իր զինվորական բայսակներ, իր զինվորական իրերն էին պատերազմի ժամանակ են մնացած։ Այդքան բան, իրենց բանը բաժարապանություններ զենք են ման գալիս։ Զենք գտան և բերման են ենթարկել, թե տարել են հարցաքննության։ Տարել են հարցաքննության, թեր բերման չեն ենթարկել։ Դա ընդհանրապես աբրի 24-ի պրոցեսի հետ է կապված։ Եթե խուջաբի մեջ չլային, կգային, կդանեին, ես վստահ եմ, որ բահելու են ժիրայրին։ Մինչև կոնե ապրիլի 24-ը մի բան կմոգոնեն։ Զենք չկար, ուրիշ բան կմոգոնեն, անի չկա, ուրիշ բան առաջին անգամը չի, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ էլ ժիրայրը ցերպակալվեց և 6 ամիս անընդհատ քննում էին, զենք էին ման գալի, չգտան, հետո Փաստաբանի հիմա դիմելու անհրաժեշտություն տեսնում։ Այս րոպեին չէ, բայց ժիրայրը ասեց կապի մեջ կլամ փաստաբանը, որպեսզի զանգեմ գնա։